սրիկա, ասելա սրիկա։ Բարեկրթության քարոզով ազգային ժողովի նախագահ դարձած Ռուբեն Ռուբինյանը վիրավորում է Էդգար Ղազարյանին, որովհետև նա ներողություն չի խնդրում, իշխանականները սրիկայաբար շահարկում են զինվորների թեման ասելու համար։ Այսօ գաղութ չի, Ռուբեն Ռուբինյանը պրագոն այչած ենթամշակույթի քարոզություն չեմ անում։ Բանակում այս տարի մահվան 12-րդ դեպքից հետո ռազմական ոստիկանության պետի պաշտոնանկությունը ոչ հերքում, ոչ հաստատում է պաշտոնական աղբյուրը։ Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի անունն է շրջանառվում իբրև հավանական փոխարինող։ Դաժանությամբ չի իրավիճակ փոխվել, պետք չի զինվորների գլխին տանել դաժան նախկին ոստիկանապետի, կարծելով թե վախից իրար չեն սպանի։ Գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, քաղաքագետ Տիգրան Քոչարյանի գնահատականն է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյան Ալեն Սիմոնյան փոխատեղմանը։ Սա միայն մի բան է ցուցադրում, ինչքան թքած ունի Նիկոլ Փաշինյանը պաշտոնների վրա։ Եվ հայկական ապրանքի որակի պահանջները հրապարակել Մոսկվան Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարի ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հանդիպումից հետո կկարողանան պահպանել այդ պահանջները հայ ֆերմերները։ Մեր սննդի անվտանգության տեսչությունը պետք է ավելի լայն մասշտաբներով եւ ավելի խիստ ստուգումներ կատարի եւ նաեւ նրանք, որոնք որ վստահ են, որ իրենց մոտ այդ խնդիրները չկան, ապացուցի, որ չկան։ Դուք դիտում եք Հայլուրը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Եվ այսպես, խորհրդարանում լարվածությունը պահպանվում է Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ։ ԿՊԱ-ականները պահանջում են, որ նա ներողություն խնդրի նախորդին իր արած հայտարարության համար։ Հինգշաբթի Ղազարյանը քաղաքացիական պայմանագրին մեղադրել էր զինվորների կյանքը սրիկայաբար շահարկելու համար։ Ուժեղ Հայաստանի մոտեցումն այն է, որ իրավիճակը պետք է կարգավորվի ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։ Օրինակ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի ընթացքում խոսափողից օգտվելու իրավունքի սահմանափակում եւ այլն, պատմում է Արփի Սուքեսյանը։ Վիրավորանքա Էդգար Ղազարյանի շուրջ սկանդալից 24 ժամ անցել չի մարել ԿՊԱ-ականների զայրույթի բոցը։ Պահանջում են, որ Ուժեղ Հայաստանի падգամավորը ներողություն խնդրի նախորդին իր արած հայտարարության համար։ Իշխանականները սրիկայաբար շահարկում են զինվորների թեման։ Համարում եք, որ վիրավորանք չի, շատ լավ, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Ապշում է խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Ռուբեն Ռուբինյանը իր ակն ընդ ականով հասավ Համուրապի օրեր։ Բաբելոնի այդ թագավորն ասել է, արևի աստվածն է իրեն օրենքներ շնորհել, իր խոսքերը հիանալի են, իր գործերը աննման։ Դուք պատկերացնում եք դա ինչ ենք մենք մեր հանրությանը փոխանցում, այսինքն որ եթե մի դեպք լինի, աչքին աչքով պատասխանենք։ 21-րդ դարում հենց ՔՊ-ի օրերին դատարանները սրիկայաբար բառը վիրավորանք չեն որակի, ավելացնում է փաստաբան падգամավորը։ Կորակեն այն ոչ հասցեական ուղղված մի խոսք։ Աբսուրդ է իշխանությունը խորհրդարանում կարևոր անվտանգային տնտեսական մարտահրավերները թողած 2 օր վիրավորվելու ու վիրավորելու հարցն է քննարկում, շարունակում են ընդդիմադիրները։ Ի վերջո մենք չենք կարող ունենալ մի ազգային ժողով, որը չի սպասարկում հանրության խնդիրների լուծման օրակարգը։ Միևնույն է, օրակարգային է ՔՊ-ի համար Էդգար Ղազարյանի ներողություն խնդրելու հարցը։ Ավելին կենտրոնանում են անգամ այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր падգամավորը այսօր փոխել էր տեղը։ Այն մեկ այն սուբյեկտը, որ այնտեղ նստած է, որ փախցրել տայել եք այն կողմ, բան ռազմավարական խորություն եք հաղորդել։ Էլ սուբյեկտ, էլ սրիկա։ Մի սրիկա ասելա սրիկա։ Ղազարյանին ուղված վիրավորանքների տարափ է։ Կներեք ռուսերեն պետք է ասեմ, что в лоб, что по лбу։ Տեղում չի իսկական, իսկ вообще գոյություն չունի։ Անտաղան դերասանական չտաղանդով շարքային սադրիչա պրավոկատորա բառից բունի մաստով Վարդևանյանն առաջարկում է մի պահ պատկերացնել, ինչ կլինի, եթե ընդդիմադիրները մեծ պատմություն սարքեն իշխանության իրենց հասցեին արած ամեն մի վիրավորական արտահայտության համար։ Երբ որ ասում եք, որ հալավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանեք։ Արամ Վարդևանյանը տպավորություն ունի, որ մատաղ է ուզում ԿՊԱ-ականների սիրտը։ Մոտավոր տվեք այդ մեկ մարդուն, այսինքն ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղանա, ինչա։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Առաջարկում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք,
Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Էդգար Ղազարյանի աղմուկ հանած հայտարարության շուրջ իրարանցումը արհեստական է համարում Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Այսօր գաղութ չի Ռուբեն Ռուբինյանը Պրագոն այցած ենթամշակույթի քարոզություն չեմ անում։ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ուժեղ Հայաստանը քննարկել է խմբակցության նիստում։ Ինչ որոշում է կայացվել, ներողություն կխնդրի Էդգար Ղազարյանը, նրա հայտարարությունը խնդրահարույց համարում են նրա թիմակիցները։ Մեր խմբակցության նիստի ժամանակ մենք քննարկել ենք եւ նաեւ եղել է որոշում խմբակցության ներսում որոշում, որը բաժանված է երկու մասի, խմբակցության մեջ որոշման եւ նաեւ այն պատասխանը, որ մենք պետք է տանք։ Եվ այդ պատասխանը տրվել է, շնորհակալ եմ։ Այսինքն ներողություն չի խնդրելու։ Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումը, կարծում եմ մեր մոտեցումով ամեն ինչ ասված է։ Խմբակցության մոտեցումն այն է, որ նման իրավիճակում պետք է առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումներով։ Նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Թեժ վեճերի պայմաններում են շարունակվում մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուների առաջադրումները։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Ղազենյանին։ ՔՊԱ-ական Արայիկ Հարությունյանը մտավախություն է հայտնել, թե տարածքային կառավարման բոլոր նրբություններին չի կարող տիրապետել իրավագետ Դավիթ Ղազենյանը։ Չեմ կարծում, որ օդում տիեզերը գնաց պիտի լինեմ, ծովում նավաստի ի պատասխան, ասել է Ղազենյանը։ Ես նկատեցի, որ բացի էներգետիկայից դուք մնացած ոլորտների մասին թղթից եք կարդում։ Արդյոք ձեր առաջադրումը այս շատ կարևոր հանձնաժողովում խնդիր չի ստեղծելու հետագա գործառույթները ճիշտ իրականացնելիս։ Պարոն Հարությունյան, երբ որ ես տեսնում եմ իշխանության մեջ, որ նույն մարդը մի 10 տեղ աշխատում է, իմ մոտ այո, դա խնդիր է առաջացնում, հարց է առաջացնում, բայց ես հեռու եմ այն մտքից, որ օդում տիեզերագնաց պետք է լինեմ, ծովում նավաստի։ Ես չունեմ այդպիսի ամբիցիաներ եւ երբեք ինձ չեմ գերագնահատել։ Ես իմ կարծիքով, այսպես ասեմ, մեր ֆրակցիան վերցրել է իմ այսպես համեստ կարողությունները կազմակերպչական առումով, ինչպես նաև բարձրագույն կրթության, ինչպես պարոն Վարդևյանը նշեց, ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ, իրավագիտությունը բավականին զարգացնում է մի քիչ ավելի շատ, երևի թե կարող է սուբյեկտիվ հնչի կարծիքս, չասեք վիրավորական է, կազմակերպչական ունակությունները եւ այլն, իմ մասին շատ չխոսեմ։ Հիմա ֆրակցիան որոշել է այդպես։ Իշխող մեծամասնությունը որոշում է այլ կերպ, խնդրեմ։ Քաղաքացիական պայմանագրի կառավարման շրջանում Հայաստանի տնտեսությունն ամենամեծ կախման մեջ է հայտնվել Ռուսաստանից։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հայկ Ֆարմանյանի այս պնդումը փաստացի չի հերքել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանը։ Ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից։ Հիմա խոսեմ փաստերով։ Եթե 2017 թվականին Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում էր 1.9 միլիարդ դոլար մոտարապես, ապա այդ թիվը 4 անգամ աճել է 2025 թվականին, էլ չեմ ասում, որ 2024 թվականին այդ թիվը աճել է 6.5 անգամ։ Այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստան-Եվրամիություն ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է ընդամենը 1.5 անգամ։ Եթե շատ կարճ պատասխանեմ, պատճառը այն է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են նույն տնտեսական միության մեջ։ Այսինքն, այդ նույն տնտեսական միության մեջ գտնվելը նշանակում է ինչ որ երկրի հետ ավելի նպաստավոր առևտրի պայմաններ, մնացած երկրների հետ սահմանափակումներ։ Խոսում է դիվերսիֆիկացիա, դիվերսիֆիկացիա չի կարել, լավ բառ է դիվերսիֆիկացիան, իհարկե լավ բառ է, բայց դուք դա չեք կարել, դա մի կողմից ձեր վարած քաղաքականության արդյունքում փակվել է արտահանումը, մյուս կողմից կարելի ասել չունենք ոչ մի բան, պայմանական 100 տոննա արտահանման շուկան փակել եք, փոխարենը, չգիտեմ, 1 կամ 2, այս հարաբերակցությունն է հիմա ձեզ մոտ, մնացած դեր
գտած, այսպես ասած, հայաստանյան քաղաքացիների համար գտած շուկաները։ Հայաստան խմբակցությունը ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, իսկ մյուս դեպքերում խմբակցությունը կհրաժարվի ղեկավար պաշտոններից։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն է այսպիսի հայտարարություն արել այսօր, մեկնաբանելով խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորման ընթացքը եւ ընդդիմության տեխնացուների նկատմամբ իշխանությունների մոտեցումը։ Նրա խոսքով ընդդիմությունը ձգտում է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ղեկավարության ձևավորման ընթացակարգային հարցերը, որպեսզի անցնի քաղաքացիների իրական խնդիրների քննարկմանը, սակայն իշխող մեծամասնության գործողությունները հարցեր են առաջացնում։ Եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ եկեք մանրամասն քննարկենք, բայց եթե սա վերաբերվում է կաթողիկոսի անունը այլ ձևով հնչեցնելուն եւ դրան հակադարձելուն, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է, այս ազգային ժողովից։ Ընդհանրապես իմ առաջարկը եղել է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ձևավորման գործընթացը, որովհետեւ սա միայն ձևավորման մասին է։ Նախ արագ չէ, ոչ արձակուրդ գնալու այլևս խնդիր չկա, որովհետեւ առաջիկայում լինելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը, դրանից հետո լինելու է կառավարության ծրագիրը, այսինքն մինչև օգոստոսի վերջ ամեն դեպքում նիստերը լինելու են այսպես թե այնպես, դրանից հետո գալու է սեպտեմբերը եւ բնականon հունոր աշխատանքները շարունակվելու է։ Այսպես թե այնպես արձակուրդի հարց չկա։ Խնդիրն այն է, որպեսզի մենք արագ անցնենք գնալցողման երևի դրա համար են։ Տիկին Ջևեջան, ես արդեն պատասխանեցի, որևէ մեկս արձակուրդի չեն գնում, միևնույնն է, իմ ուղղակի դիրքորոշումն այն էր, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը ձևավորման պարլամենտի եւ անցնենք բուն աշխատանքների։ Շարունակենք բանակում այս տարի մահվան 12-րդ դեպքին հաջորդած պաշտոնանկությունը ռազմական ոստիկանությունում 1 օր անց էլ ոչ հերքում, ոչ հաստատում է պաշտոնական աղբյուրը։ Դեռ 3 է տեղեկություն տարածվել, որ Աշոտ Զաքարյանին փոխարինելու է հանրապետության նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա էր 2 տարի առաջ ղեկավարում Սրբազան պայքարի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ կիրառելու ոստիկանության օպերացիան։ Եթե անգամ այս փոփոխությունը հաստատվի, մեծ փոփոխություն բանակում ակնկալել պետք չէ ըստ փորձագետների։ Բանակում ոչ թե կոսմետիկ, այլ որակական լուրջ փոփոխություն է պետք ըստ մեդիափորձագետ Բորիս Մուրազիի։ Քննչական կոմիտեն շարունակում է գաղտնի պահել, թե ինչ հոդվածով է վարույթ նախաձեռնել բանակային վերջին ողբերգությունից հետո։ Ոչ երկվում, ոչ էլ հաստատվում են նաև հայլուրին հայտնի դարձած տեղեկությունները, թե Գրիգոր Էդգարի Զաքարյանը ժամկետային զինծառայող էր եւ նրան ենթադրաբար ինքնասպանության են հասցրել։ Պաշտոնական աղբյուրները լրում են նաև ռազմական ոստիկանության վերնախավում կադրային փոփոխությունների մասին։ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կլինեն, լուրեր են տարածվում, որ այդ կառույցը ղեկավարելու է հանրապետության նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ 2025-ին ոստիկանության պարեստազոր անցած Հովհաննիսյանը ֆակտորիեմին չի երկել, որ հնարավոր է ռազմական ոստիկանության պետի պաշտոնում փոխարինի Աշոտ Զաքարյանին։ Այս երկու անձինք էլ որակապես էապես չեն տարբերվում։ Ինչ տարբերություն Աշոտ Զաքարյանի ու Արամ Հովհաննիսյանի միջև, եթե բանակային ողբերգությունները կանխելու համար որակական փոփոխություններ են պետք զինուժում, հարցնում է պոլիտիկայի խմբագիր Բորիս Մուրազին։ Դաշնությամբ չի իրավիճակ փոխվելու, այսինքն որ այդ մարդուն տարել են։ Պետք չի զինվորների գլխին տանել դաժան նախկին ոստիկանապետի, կարծելով թե վախից իրար չեն սպանի։ Մուրազին դաժան գեներալ է անվանում ռազմական ոստիկանության հավանական պետ Արամ Հովհաննիսյանին։ Նախկին ոստիկանապետը, որը հասարակության մեջ մարդակերի համբավ ունի։ Դուք հիշում եք ընդդիմադիրների դեմ ինչ գործողությունների էր գնում, հաշվի չառնելով կին են, երեխա են, հատուկ միջոցների կիրառումը։ 2024-ի հունիսի 12-ն է հիշեցնում Մուրազին, երբ Սրբազան պայքարի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ էր կիրառել Արամ Հովհաննիսյանի ղեկավարած ոստիկանությունը։ Քաղաքացին դաստակը կորցրել։ Ռազմական ոստիկանության պետի այսպես կոչված փոխատեղությունը կոսմետիկ փոփոխություն է անվանում Մուրազին։ Ըստ նրա, Փաշինյանը կադրային փոփոխությունը նախաձեռնել է հասարակական կոշտ արձագանքի վախից։ Ստեղծել տպավորություն, որ պատժվում են մեղավորները։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հուլիսին հրապարակած զեկույցի 2018-ից 2025 թվականներին 427 զինվոր է մահացել ոչ մարտական պայմաններում։ Այդ ընթացքում 5 տարի ռազմական ոստիկանությունը Աշոտ Զաքարյանն է ղեկավարել։ Արդյոք պաշտոնանկությունը բավարար պատիժ է։ Եթե իրենք իրականում համարում են, որ իր պաշտոնավարումն է այս սպանությունների, մթնոլորտի սպանությունների, ինքնասպանությունների պատճառը, ապա պետք է նաև քրեական գործ լիներ։
Զաքարյանի հնարավոր քրեական պատասխանատվությունը կարող է իրավիճակ փոխել ռազմական ոստիկանների աշխատանքում, կարծում է Մուրազին, ինչ որ բանկ փոխվի նաև Արամ Հովհաննիսյանի կյանքում, հեգնում է խմբագիրը։ Դուք հիշում եք Փաշինյանը նախընտրական քարոզարշավին երբ որ գնացել էր Արտաշատ, ասում են մեր Արամի շենքն է կիսատ է մնացել, իրենց Արամը երևի թե այս նոր պաշտոնի շնորհիվ կկարողանա այդ շենքը ավարտին հասցնել։ Ալբերտ Սերոպյան, Արաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ալեն Սիմոնյանի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո առաջին կադրային փոփոխությունն է տեղի ունեցել ԱԽ գրասենյակում։ Փաշինյանի որոշմամբ քարտուղարի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն է ազատվել պաշտոնից։ Այսօր միմյանց շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի նախկին ու ներկա քարտուղարները։ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն կան նոր հանձնարարականներ ուղղված անվտանգության խորհրդի գրասենյակին։ Ինչ խնդիր է պատրաստվում լուծել Փաշինյանը, Գրիգորյան, Սիմոնյան փոխատեղման արդյունքում որոշվելուծաբանների կարծիքով Սիմոնյանի միջոցով Մոսկվայի հետ հարաբերություններն է բարելավելու։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանն այլ կարծիքի է, վստահ, որ նոր աղքը իր հակառուսականությամբ չի զիջում նախկինին։ Այստեղ եմ նախ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելու իր գործունեության համար։ Փաշինյանը ճանապարհում է անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին շնորհակալությամբ, բայց առանց երեսին նայելու։ Շատ գնահատելի է։ Դեմքի ոչ այնքան գոհ արտահայտություն է Արմեն Գրիգորյանի երեսին։ Նա ասես փախցնում է հայացքը։ Այդ ոլորտում Գրիգորյանը եւս շնորհակալ է։ Կուզենայի առիթ օգտագործել նաև շնորհակալություն հայտնել ԱԽ գրասենյակի թիմին, որտեղ որ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել։ Ռոմանտիկ ելույթով է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հրաժեշտ տալիս Արմեն Գրիգորյանը։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանի համար Գրիգորյանի ինքնաքննադատության փորձը համոզիչ չէր, քանի որ նրա ռոմանտիկային հայ ժողովուրդը ծանոթ է։ Մենք սիրում ենք ռոմանտիկ բաներ անել, օրինակ իր հարսանիք լեռների մահվանել Շուշիում, եւ հետո առանց աչքը թարթելու շարունակել աշխատել մի մարդ հետ, որը Շուշին հանձնել է։ Գործունեությանը Ինչ չի կարողացել անել արդեն 8 տարի անվտանգության խորհուրդը ղեկավարած արևմտյան վեկտորի գլխավոր խոսնակ համարվող Արմեն Գրիգորյանը, ներգրաված եմ եղել, որ կարողանալու է անել Ալեն Սիմոնյանը։ Պաշտոնավարման առաջին օրը Սիմոնյանը խոստովանում է միայն, որ առայժմ ունենալու է օգնության կարիք։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են, եւ կարծում եմ, որ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար աշխատել։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Քաղաքագետ Տիգրան Քոչարյանի գնահատականն է Գրիգորյան Սիմոնյան փոխատեղմանը։ Սա միայն մի բան է ցուցադրում, ինչքան թքածունի Նիկոլ Փաշինյանը պաշտոնների վրա ու պաշտոնյաների վրա, այսքան առանց որևէ բացատրության կարող է փոխարինել մեկին մյուսով, Անդրում դեռևս անհասկանալի է, դա ավելի լավ է, թե ավելի վատ է։ Շշուկներ կան, թե նոր նշանակման պատճառը միջազգային ավանդական գործընկերների հետ հարաբերություններում լարվածությունը թույլատնելու Փաշինյանի ցանկությունն է։ Ըստ որոշ վերլուծաբանների, ի տարբերություն Արմեն Գրիգորյանի, որին Մոսկվան համարում է դրսից ուղղորդվող, արևմտյան գործընկերների ազդեցության տակ գտնվող գործիչ, Ալեն Սիմոնյանը ավելի չեզոք կերպար է համարվում Հյուսիսում, չնայած իր հակառուսական հայտնի հայտարարություններին։ Այլ կարծիք ունի քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։ Փաշինյանը քանի որ իմպուլսիվ մարդ է, շատ հավանական է կարող է պայտակ ինչ-որ բան դուրեկած չլինի, չգիտեմ, այն հայտնի Իգրուշկա ֆիլմի նման, չգիտեմ, ձեռքերն են քրտնած կամ չգիտեմ, հայացքն է ինչ-որ հոգնած բան, այնց որոշել է փոխել, որովհետև էլ եմ ասում, տրամաբանություն չկա, որևէ աշխարհակավ վեկտորի փոփոխություն չկա, նույնիսկ այսպես ասենք ավելի հակառուս գործիչ է բերել Նիկոլ Փաշինյանը, քան ենթադրենք դա համարում էր Արմեն Գրիգորյանը։ Իմ պաշտոնավարման շրջանը։ Բայց կասկած չունի Քոչարյանը, որ հակառուսականության ակտիվ քարոզի համար դեռ պիտի պատասխան տա արևմտամետ Գրիգորյանը։ Արմեն Գրիգորյանին դեռևս առանձին պետք է պատասխան տա այդ ամբողջ հակառուսական այսպես ասենք ինստիտուցիոնալիզացման համար, քանի որ իրենքից
իրակարծիքից էքսպերտները, այսպես ասենք, հիմնական հաճախորդներն են հանրային հեռուստաընկերության, որտեղից իրենք տարածում են ռուսացիացություն։ Քիչ թե շատ որևէ երկրի հետ հարաբերություններ փչացնելու նպատակ չկա, չի եղել եւ չի լինելու։ Ֆակտոր TV-ին վստահեցրել է Ալեն Սիմոնյանը արդեն նոր աղքի պաշտոնում։ Որևիցե երկրի հետ, որևիցե հարաբերություն փչացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կառուցամ ինձ կհաջողվի դրանից հետո իմ փոքրիկ լումաններ դնել եւ հարաբերությունները ել ավելի լավացնել։ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարող լավացնել Ալեն Սիմոնյանը, կարծում է Տիգրան Քոչարյանը, ընդգծում, թե Գրիգորյանը, թե Սիմոնյանը կարող են անել միայն այն, ինչ կհրահանգի Փաշինյանը։ Եվ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ մինչ այդ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Ալմատիում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ակտիվ հանդիպումներ է անցկացնում ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ։ Այսօր Ղազախստանի գյուղատնտեսության նախարարին է հանդիպել Գևորգ Պապոյանը, իսկ երեկ Ռուսաստան հայկական ապրանքների մուտքի արգելքի հարցը քննարկել է Դաշնության գյուղատնտեսության նախարարի հետ։ Կհաջողվի արդյոք Պապոյանին վերականգնել հայկական ապրանքի արտահանումը ռուսական շուկա։ Համենայն դեպս լուտի հետ Պապոյանի քննարկումից ժամեր անց Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է հայկական ապրանքի որակի Մոսկվայի պահանջները։ Կկարողանան պահպանել այդ պահանջները հայ ֆերմերները։ Տնտեսագետների կարծիքով հնարավոր չէ տասնամյակներով ձևավորված խնդիրները կարճ ժամանակում շտկել։ Կկարողանան արդյոք հայ ֆերմերները բավարարել Մոսկվայի պահանջները իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու համար։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է ռուսական պայմանները գյուղնախարար Օքսանա Լուտիի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ալմատիում հանդիպումից հետո։ Ամենամեծ պահանջը ռուսական կողմը անդադար ներկայացնում է ֆիտոսանիտարական պահանջների արկայությունը, որ պետք է այդ պահանջները լինեն ապահովված, որի մեջ մտնում է մի քանի բան։ Ինչպիսի պեստիցիդներ են օգտագործվել, այսինքն թունաքիմիկատները, հողի որակը, փաթեթավորումը, ուրեմն վտանգների վերլուծության եւ կրիտիկական կետերի վերահսկողության կետերը եւ առաքման պայմանները։ Ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը եւ ռուսական մյուս խիստ պահանջները ըստ տնտեսագետի կկարողանան կատարել օրինակ պահածո հյութեր արտադրող ընկերությունները, որոնք առանց այդ էլ միջազգային ստանդարտներով են աշխատում։ Հայ ֆերմերների մեծ մասը ձուկ, գյուղմթերք արտադրող ընկերությունները փաստի առաջ կկանգնեն, պնդում է տնտեսագետը։ Ձկնաբուծարաններում կան մի քանի գլոբալ խնդիրներ՝ ջրի որակը, դրա ստուգումը, կերի որակը, անձնակազմի հիգիենան, տարածքի մաքրությունը, տարածքի ուրեմն փոշուտ կեղտից եւ կենթանիներից ուրեմն զերծ լինելը, ուրեմն ներսի հիգիենան, պատերը, հատակը եւ այլն, եւ մշակման տեխնոլոգիաները եւ սննդի անվտանգության հետ կապված համակարգերի արկայությունները։ Դրա համար ես կասեի, որ ձկնաբուծարանների մեծ մասը չի կարողանա արտահանել Ռուսաստան։ Մոսկվան կարևոր է համարել, որպեսզի ռուսական շուկա մտնող արտադրանքը համապատասխանի ԵԱՏՄ-ի անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջներին։ Տնտեսագետը նկատում է, սա մի պայման է, որը հաճախ են խախտում հայ արտադրողները։ Իմանալով այս ոլորտը բավականին լավ, տեղյակ լինելով շատ արտադրողների մոտ իրավիճակներին, կարող եմ ասել, որ մեզ մոտ սննդի անվտանգության եւ ֆիտոսանիտարական խնդիրները իրոք բավականին շատ են, անասնաբուժական խնդիրները շատ են եւ հետեւաբար հարկավոր է դրանց ուշադրություն դարձնել։ Չի իմացել արդյոք ռուսական կողմը հայկական ընկերությունների, ինչպես իրենք են նշում, անթույլատրելի թերացումների մասին, ինչու է հիմա խոսում դրանց մասին։ Ռուսական կողմը դրա մասին միշտ էլ իմացել է, աչքերը փակել է, կախված քաղաքական հարաբերություններից։ Քաղաքական հարաբերությունները քանի որ մի փոքր փոխվել են, հիմա Ռուսաստանը չի ցանկանում աչքերը փակել։ Ռուսաստանը աչք չի փակում հայկական արտադրանքի որակի եւ անվտանգության ապահովման խնդիրների վրա մայիսի 22-ից, երբ արգելեց ծաղիկների մատակարարումը։ Մայիսի 30-ից սահմանափակումներ մտցրեց թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի արտահանման վրա։ Հունիսի 2-ից սահմանափակումները տարածվեցին կորիզավոր մշակաբույսերի, բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղցի, նեկտարինի, ինչպես նաև թարմ խաղողի վրա։ Հուլիսի 3-ից սմբուկի, կարտոֆիլի, չրերի վրա։ Հունիսի 12-ին կասեցվեց Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնարտադրանքի սերտիֆիկացումը։ Հուլիսի 27-ից սահմանափակվեց կատնամթերքի արտահանումը։
Մեր սննդի անվտանգության տեսչությունը պետք է ավելի լայն մասշտաբներով եւ ավելի խիստ ստուգումներ կատարի եւ նաեւ նրանք, որոնք որ վստահ են, որ իրենց մոտ այդ խնդիրները չկան արտահանման հետ կապված, ապացուցի, որ չկան։ Ինքը ռուսական կողմի հետ պետք է մտնի երկխոսության մեջ, պետք է արձանագրություններով, փաստացի ստուգումներով ապացուցի, որ մեր ապրանքների որակը համապատասխանում է։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի հաշվարկով, եթե խաղողի մի մասն էլ չմթերվի, հայ ֆերմերների կորուստը կոմպենսացնելու համար կառավարությունը մինչև տարվա վերջ կծախսի 220-ից 250 միլիոն դոլար։ Այդ գումարը դուրս կգա Հայաստանի բյուջեից։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Խաչագողություն եկեղեցիներից ձեռած խաչերից մեկը տարել են Հովանավանքից, որն արդեն 1 տարի է ոստիկանների հսկողության տակ է, այն բանից հետո, ինչ եկեղեցին գերեվարված է պահում իշխանության հակաեկեղեցական արշավին միացած կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը։ 3 առաջին օրը երեկոյան խաչը տեղում է եղել, 3 առավոտյան վանքում չի եղել։ Իշխանության գովերքած վիզաների ազատականացմանը դեռ երկար կսպասի Հայաստանի հպարտ քաղաքացին առանց Շենգեն վիզայի դեպի Եվրոպա ճամփորդելու ժամկետ ասելուց խուսափում է ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատարը։ Ես չեմ նշելու կոնկրետ ժամկետներ, ակնհայտորեն չեմ նշելու։ Ռուսական ուժերը բնակելի տան են հարվածել Սումիում, 29-ամյա մայրն ու նրա 9-ամյա որդին տեղում մահացել են։ Ռուսաստանում էլ զոհեր կան ուկրաինական անօթաչուների հարվածներից։ Եվ անտուն մնացած ու հարազատների դիակները վերցնելու համար դիահերձարանների առաջ հերթ կանգնած մարդիկ Պերեյրայում ու Պալմիրայում հումանիտար աղետի առաջ է կանգնած շաբաթվա սկզբին հզոր երկրաշարժից տուժած Կոլումբիան։ Հայրս մահացել է երեքշաբթի առավոտյան եւ անկեղծ ասած չեմ ուզում, որ նրա մարմինը հանձնեն։ Մենք դեռ պատրաստ չենք նրան ուղարկավորել։ Եվ այսպես ոստիկանների ամենատես աչքի առաջ ինչպես է Հովանավանքից անհետացել խաչը։ Եկեղեցու բարենորոգման անվան տակ իշխանավորների հակաեկեղեցական արշավին միացած նախկին քահանա Ստեփան Ասատրյանի մուտքը եկեղեցի ապահովելու համար արդեն 1 տարի է ուժեղացված հսկողություն է իրականացնում ոստիկանությունը Հովանավանքում։ Սակայն այդ պայմաններում անգամ Ստեփան Ասատրյանը չկարողացավ անսասան պահել Աստծո տունը։ Այսօր նա գործընկերոջս ասել է, որ վերջին անգամ չորեքշաբթի է տեսել ձեռած խաչը, որը պատարակների հետո թողնում են եկեղեցում, թույլատրում, որ հավատացյալները համբուրեն այն։ Նույն օրը անհետացել են նաև Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցու խաչը։ Քննչական կոմիտեից հայտնում են եկեղեցիների գողության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Գրակալի վրայից են գողացել Հովանավանքի ձեռած խաչը։ Սովորաբար պատարակից հետո են խաչը դնում գրակալի վրա, որ հավատացյալները համբուրեն։ Մոմավաճառն է կեսօրին նկատել, որ Հովանավանքի խաչը չկա։ Չեմ հասկանում ոնց կարա մարդ նման գիտակցություն ունենա, որ կարելի է նման բան անել։ Մարդ չի հասկանում, չես ուզում պատկերացնես։ 12-ի մոտ էր երևի։ Այդ պահին պատտվել եք, տեսել եք, որ տեղ է ու էլ տեղ չէր։ Հովանավանքում 1 տարի է ուժեղացված հսկողություն է, բոլոր կողմերում տեսախցիկներ են։ Կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանն իր մոտ է պահում եկեղեցու բանալիները, թույլ չի տալիս, որ այլ քահանաներ պատարակ մատուցեն։ Այդ ինչպես է եղել, որ նման հսկողությամբ եկեղեցուց խաչ են գողացել։ Եկեղեցին ունի չէ տեսախցիկներով են դեպքում։ Այո, ունի, ես կարծում եմ, որ կբացահայտվի շուտով։ 3 առաջին օրը երեկոյան խաչը տեղում է եղել, 3 առավոտյան այլևս վանքում չի եղել։ Օգոստոսի 13-ին երկու եկեղեցիներից խաչագողություն է եղել, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Գողացել են Հովանավանքի եւ Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցու խաչերը։ Ըստ նախնական տեղեկությունների յուրաքանչյուր եկեղեցի մոտ 100,000 դրամի վնաս է կրել։ Ոչ միայն խաչագողությունն է, այլ գողությունն է մեղք եւ մանավանդ գողություն, որը վերաբերվում է Տիրոջ տանը։ Զարուհի Իսահակյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Աշնանը արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նոր կենսաչափական անձնագրերը ոչ թե կապույտ, այլ կարմիր կազմով ու նոր ավելի բարձր գնով Եվրոպական միության գործող ամենաբարձր չափանիշներին համապատասխանող անձնագրերը 28650 դրամ կլինեն, ավելի քան 3000 դրամով թանկ կապույտների համեմատ։ Բայց կարմիր են նոր անձնագրերը, թե կապույտ եվրոպական չափանիշներին համապատասխանում են, թե ոչ, դրանցով Եվրոպա անխոչնդոտ թռչել չի ստացվի։ Հայաստանի իշխանության այդքան գովերքած
սկսած վիզաների ազատականացման գործընթացի պայմաններում անգամ Հայաստանի քաղաքացիների համար դեռ հեռավոր երազանք է անվիզա հին աշխարհամաս գնալը։ Ներքին գործերի փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով վիզաների ազատականացման 4 փուլերից առաջինում է դեռ Հայաստանը։ Երբ հնարավոր կլինի հայկական անձնագրով առանց Շենգեն վիզայի ճամփորդել Եվրոպայում։ Եթե կոնկրետ ժամկետներ եք ուզում, ես չեմ նշելու կոնկրետ ժամկետներ, ակնհայտորեն չեմ նշելու։ Ըստ ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի վիզաների ազատականացման երկխոսության ակտիվ աշխատանքային փուլում է Հայաստանը։ Նրա խոսքով մեր երկրին 53 առաջարկություն է ներկայացվել։ Բաղկացած է 4 բլոկ հարցերից։ Փաստաթղթերի անվտանգություն եւ կենսաչափական փաստաթղթեր, դրանց Տիկին Դավթյանը արդեն իսկ անդրադարձավ, միգրացիայի կառավարում, սահմանների կառավարում, ապաստանի կառավարում, երրորդ խումբ հարցերը առնչվում են հանրային անվտանգությանը եւ չորրորդ խումբ հարցերը առնչվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին։ Նոր կենսաչափական նույնականացման քարտեր եւ անձնագրեր կտրամադրվեն այս աշնանը։ Արմեն Ղազարյանն ասում է, նոր անձնագրերի ստանդարտները եւս համապատասխանեցված են վիզաների ազատականացման գործընթացին։ Նոր կենսաչափական անձնագրեր կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք ունեն նույնականացման քարտեր։ Պարտադիր է լինելու այս փաստաթուղթը 16 տարեկանից սկսած։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ասում է, Հայաստանում գործող 49 անձնագրայինները 26-ով կրճատվելու են շուտով։ 23 անձնագրային ծառայություն կգործի հանրապետության ողջ տարածքում։ Երևանում 2 առևտրային կենտրոններում են, մոլերում են բացվելու գրասենյակները եւ դուք արդեն քանի ամիս է կարող եք ողջ հանրապետությունում նկատել ներքին գործերի նախարարության եւ մեր մասնավոր գործընկերոջ Հայփասի տարբերանշաններով պաստառներ, որտեղ կառուցապատման մշտական աշխատանքներ են գնում։ Հաջորդ տարեսկզբից թվայնացվելու են քաղաքացիության համար դիմումները։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Շարունակենք միջազգային լուրերին, անցնենք Ուկրաինայի Սումի մարզում հերթիրային հարձակման հետևանքով իրենց տանը մայր ու որդի են մահացել, այրվածքներով հիվանդանոց են տարել ընտանիքի մյուս 2 անդամներին։ Ռուսաստանում էլ զոհեր կան ուկրաինական անօթաչուների հարվածներից։ Մանրամասները Գայանե Մովսիսյանի ռեպորտաժում։ Ուկրաինայի Սումի մարզում ռուսական ուժերը անօթաչուներով հարվածել են մի բնակելի տանը։ 29-ամյա մայրն ու նրա 9-ամյա որդին տեղում մահացել են։ Երեխայի հորն ու տատին ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ ՖԱԲ 250 ֆուգասային ավիառումբ են ռուսները նետել ճակատամերձ Կրամատորսկի ուղությամբ։ 1 մարդ է մահացել, 17-ը վիրավորվել։ Բազմաբնակարան շենքի ուղությամբ են հարվածները եղել։ 10 հարկանի մի շենքի աստիճաններ փլուզվել են։ Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Դոնեցկի մարզի բնակիչներին ինքնուրույն տարհանվել։ Բրյանսկում հարվածի տակ է հայտնվել մի բնակելի տուն, հրդեհ է բռնկվել, փրկարարները հանգցրել են կրակը, տարհանել մարդկանց։ 6 վիրավորի մասին է հայտնել Բրյանսկի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մեկ գիշերում ավելի քան 500 ուկրաինական անօթաչու խոցելու մասին դաշնության 18 շրջաններում։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը կանխել է Մոսկվայի ուղղությամբ թռչող 12 անօթաչուի հարձակումը։ Մի քանի անօթաչու սարք հարձակվել է Տվերի մարզում Վայլդբերիզի պահեստի վրա։ Բարեբախտաբար աշխատողները չեն տուժել, վնասվել է շենքի պատը։ Հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում ուկրաինական անօթաչուների զանգվածային հարձակման հետևանքով։ Այն Բալթիկ ծովի տարածաշրջանի խոշորագույն նավահանգիստներից է։ Նովատեկ բնական գազ արդյունահանող համալիր են թիրախավորել ուկրաինացիները։ Այնտեղից օրական 700,000 բարել նավթ են արդյունահանում։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հայտնում է, որ 2 վերամշակող կայանքներ են խոցել։ Ուստ-Լուգան Ռուսաստանի հիմնական նավթային արտահանման նավահանգիստներից մեկն է։ Դրա միջոցով տարեկան առաքվում է մոտ 35 միլիոն տոննա հումք։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Դա կլինի տնտեսական մեկուսացման աննախադեպ միջոցների եւ Հորմուզի նեղուցի շրջափակման համադրություն, ինչի հետևանքով ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից, նշել է Բեսենթը։ Նախորդին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների դիմելու սովորությունը վտանգավոր
կախվածություն է։ Իրան Միացյալ Նահանգներ հակամարտության նոր զարգացումների մասին կզրուցենք Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո Սաթենիկ։ Բարի երեկո Թերեզա։ Սաթենիկ, ամերիկյան խոշոր ավիակիրները, որոնք գտնվում են մեր Զավոր Արևելքում, պատերազմի ամենաքննարկվող թեմաներից են, արդյոք գիտենք թե որտեղ են հիմա այդ ավիակիրները։ Այո Թերեզա, Աբրահամ Լինկոլն ավիակիրը, որը պատերազմի հենց սկզբից հունվարից տեղափոխվել էր արաբական ծով, դեռ շարունակում է մնալ արաբական ջրերում։ Ըստ նախատեսվածի այն դեռ մայիսին պետք է տեղափոխվեր Միացյալ Նահանգներ, այսինքն վերադառնար հայրենիք։ Սակայն Իրան-ԱՄՆ հակամարտության շարունակման եւ ձգձգման ֆոնին այն դեռ շարունակում է մնալ արաբական ծովում։ Wall Street Journal-ը երեկ հայտնել է, որ արևելքից մալակային նեղուցով Ջորջ Վաշինգտոն ավիակիրն է փորձում փոխարինել արաբական ծովում Աբրահամ Լինկոլն ավիակրին։ Սա կարծես թե բնական երևույթ է դարձել Միացյալ Նահանգների համար։ Ես նկատում եմ, որ Վաշինգտոնը փորձում է առնվազն 2 ավիակրի ներկայություն ապահովել արաբական ջրերում։ Եթե հիշում ես, դեռ ամիսներ առաջ Ջերարդ Ֆորդին փոխարինելու եկավ Ջորջ Բուշ ավիակիրը, այս պահին էլ Ջորջ Բուշը ապրիլի 23-ից ի վեր դեռ գտնվում է արաբական ծովում։ Իսկ Ջերարդ Ֆորդի վրա մարտին տեղի ունեցած հրդեհի պատճառով այն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Հասկանալի, այս Հորմուզի նեղուցը այժմ երթևեկելի է եւ ով է վերահսկում այդ նեղուցը։ Այս պահին նեղուցը ըստ մեր տեղեկությունների երթևեկելի է, 3-9 նավ է անցել նեղուցի ջրերով, այսինքն ավելի շատ, քան դրա նախորդ օրը։ Սակայն Արաբական Միացյալ Էմիրությունները հաղորդել է, որ 2 նավեր են խոցվել եւ դրա համար մեղադրել է Թեհրանին եւ կոչ է արել պահպանել նավագնացության միջազգային օրենքները։ Իդեպ ավելացնեմ, որ ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների Էլի Ռիադը Թեհրանին է փոխանցել 283 միլիոն դոլար արժողությամբ 2 տոննա ոսկի եւ ապա ակտիվացրել է իրանական միլիարդավոր ակտիվներ։ Հասկանալի է, այսինքն իրանական կողմի թույլտվությամբ են այդ նավերը անցել, թե ամերիկյան կողմի թույլտվությամբ։ Դրա մասին հստակ տեղեկություններ չունենք, սակայն ակնհայտ է, որ Վաշինգտոնն իր ներկայությունը Հորմուզի նեղուցում փորձում է ապահովել Օմանի միջոցով եւ հավանաբար, երբ Թեհրանը ասում է, որ մենք բանակցում ենք Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ միայն Օմանի հետ, նկատի ունեն, որ գուցե Օմանի հետ քննարկում են նաեւ Վաշինգտոնի ներկայության հարցը նեղուցի հատվածում։ Իդեպ կուզենայի ավելացնել, որ Թեհրանը բացառիկ կադրեր է հրապարակել ամերիկյան եւ իսրայելական ռազմական տեխնիկայից մնացած բեկորներից եւ մեծամասամբ անօդաչու թռչող սարքերից։ Կադրերը թունելում կառուցված աերոտիեզերական ազգային պարկից են արվել։ Նշեմ, որ նույն հոլովակում ներկայացնում են, որ Իրանն այս պահին արտադրում է ավելի շատ թվով հակաօդային պաշտպանության տեխնիկա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նահանգները Իրանի դեմ պատերազմի ընթացքում կորցրել է իր Ռեյփեր ԱԹՍ-ների 25%-ը։ Նախքան պատերազմը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրանցիների պնդմամբ պահպանվել է իրենց հոբ համակարգերի մինչև 85%-ը։ Իդեպ ասում են, թե նոր պաշտպանական համակարգերն անտեսանելի են նույնիսկ հակառակորդին թիրախավորելիս։ Հասկանալի է, շնորհակալ եմ Սաթենիկ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իրանական թեման քննարկում էինք Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Շարունակենք։ Պայթյուն է տեղի ունեցել Կահիրեի Արաբելլա Պլազա առևտրային կենտրոնում, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, կա 17 վիրավոր։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ հուշանվերների խանութում հելիում գազի բալոնն է պայթել։ Հրդեհ է բռնկվել, որն արագ մարել են։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա խանութների ցուցափեղկերը։ Անվտանգության կանոնները չպահպանելու համար հուշանվերների խանութի սեփականատիրոջը ձերբակալելու որոշում է կայացրել Եգիպտոսի գլխավոր դատախազությունը։ Հումանիտար աղետ է հասունանում Կոլումբիայում։ Երկուշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած քաղաքացիներին բնակեցնելու մարտահրավեր պետք է հաղթահարի Կոլումբիայի իշխանությունը։ Հազարավոր մարդիկ մնացել են անտուն։ Կոլումբիայում հերթեր են դիահերձարանների մոտ իրենց հարազատների մարմինը նույնականացնելու ժամանակ։ Երկրաշարժից տուժած հարյուրավոր կոլումբացիներ փողոցում հայտնվելու վտանգի առաջ են հայտնվել։ 7.4 մագնիտուդով ցնցումներից վնասված շենքերում ապրելն անհնար է։ Դրանք ենթակա են քանդման, բայց որտեղ մնան քաղաքացիները։ Մեր բնակելի համալիրում 15 շենքեր, յուրաքանչյուրում 8 բնակարան։ Հիմա մեզ ասել են, որ դրանք բոլորը պետք է քանդվեն։ Պերեյրայում երկրաշարժից տուժածների հսկայական հերթեր են քաղաքի պետական հիմնարկների առաջ։
վնասն են գույքագրում, բայց դա չի բավարարում քաղաքացիներին։ Նրանք ուզում են իմանալ, թե որտեղ են ապրելու, քանի դեռ տեղի իշխանությունը քաղաքը վերակառուցելու որոշում չունի։ Yo estaba en el 9º piso hasta anoche. Իմ խնդիրն այն է, որ ես ապրելու տեղ չունեմ։ Երեք ընկերս ինձ կացարան տվեց, բայց իմ իրերը մնացել են փլատակներում։ Մենք ուզում ենք իմանալ, թե որքան պետք է սպասենք, երկար չենք կարող ուրիշների տանը մնալ։ Հումանիտար աղետ է Կոլումբիայի գրեթե բոլոր քաղաքներում, որոնց հարվածել է ստորգետնյա ցնցումը։ Պալմիրայի դիահերձարանի դիմաց զոհվածների հարազատները օրերով սպասում են դիակների նույնականացմանը։ Երեք երեկոյան ինձ ասացին, որ առավոտյան ժամը 9-ին հորս մարմինը կտան։ Բայց հիմա էլ ասում են, որ նրա անունը ցուցակում չկա, դեռ պետք է սպասեն։ Հայրս մահացել է երեքշաբթի առավոտյան եւ անկեղծ ասած չեմ ուզում, որ նրա մարմինը հանձնեն։ Մենք դեռ պատրաստ չենք նրան հուղարկավորել։ 250 մարմին կա դատաբժշկական բաժանմունքում։ Այստեղ են բերել նաև երկրաշարժից ամենաշատը տուժած Կալիում զոհվածներին։ 227-ի ինքնությունը դեռ անհայտ է, դիակների փորձաքննությունը չի ավարտվել։ Վերջին տվյալով 273 մարդ է մահացել Կոլումբիայում երկուշաբթի երկրաշարժի հետևանքով։ 377-ն էլ անհետ կորած են համարվում։ Դուք դիտում եք Հայլուրը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։